պետք է ասեմ Հայաստանի ինքնիշխան պետությունը եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը կորոշի թե ումից ինչ պետք է գնի, խոսքը լինի ցորեն, չգիտեմ, ձեթի մասին կամ այլ տնտեսական ապրանքներ կամ բնամթերքների մասին։ Սա մեկ մեր ինքնիշխան որոշումն է, բայց նախ պետք է ասեմ, որ մենք չենք հրաժարվում Ռուսաստանի Դաշնությունից ցորեն գնելուց։ Այլ պարզապես մենք պատրաստվում ենք, տեսնում ենք, որ նաև կան այլ պետություններ, որոնք ցորենի հսկայական պաշարներ ունեն, զբաղվում են այդ արտադրությամբ, ցորենի մշակմամբ, եւ մենք պատրաստվում ենք դիվերսիֆիկացնել մեր տնտեսությունը։ Սա դիվերսիֆիկացիայի մի փոքրիկ հատված է, ցորենի գնումը։ Եվ այս պարագայում, երբ որ մենք գնեցինք նաև ցորեն, նախ պետք է ասեմ, ոչ թե կառավարությունն է գնել, այլ անհայտ բիզնեսմեն մարդիկ որոշել են, որ ցորենը իրենք կարող են գնել եւ Ռուսաստանից, եւ Ղազախստանից, եւ այդ դեպքում արդեն այլ ցորեն արտահանող պետություններ մեզ առաջարկներ են արել, եւ մենք էլ մտածում ենք, այո, մենք պետք է ընդունենք, որը որ մեզ համար կարևոր է, մեծ նշանակություն ունի, ինչու ոչ, կարող ենք գնել, այս պարագայում ենթադրենք մենք որոշել ենք գնել Ուկրաինայից, դա նորմալ է, նորից եմ կրկնում, սա մեր ինքնիշխան որոշումն է եւ մեր հարգարժան Ռուսաստանի Դաշնության գործընկերները թող այդքան ցավոտ չտանեն,